Այսպիսով քվեարկության եմ դնում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի կողմից ներկայացված որոշման նախագիծը Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի հզորության բաշխման համար 0092 լիցենզիան դադարեցման մասին նախագիծը քննարկումների արդյունքներով առաջարկությունների խմբագրությամբ ովքեր են կողմ օրակարգի հարցին, այսինքն ովքեր են կողմ լիցենզիայի դադարեցմանը, ովքեր են դեմ, շնորհակալություն, պարոն Նռանյան, դուք ասելիք ունեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մենք մի հատ իրավակարգավորում ունենք, համաձայն որի որոշման նախագծին դեմ քվեարկողը պետք է ներկայացնի հատուկ կարծիք, որը թույլ տվեք ներկայացնել, դրանից հետո որևէ հարց ու պատասխան բարձրաբանում ելույթ չպետք է լինի, նաև առաջիններով ասեմ, որ ինչ ունեմ ասելու այս հարցի վրա ելույթ ասել եմ, հավելյալ բարձրաբանումներ միսից հետո չեն տրվելու։ Ուրեմն այս 3 օրվա ընթացքում ուշադիր լսում էինք եւ ելույթները եւ հարց պատասխանը, ի հայտ են եկել մի շարք հարցեր, որոնք նույնպես ես տվեցի և իմ տեսակետը նաև ձևավորել է այդ հարցերի տրված պատասխաններից։ Առաջին խնդիրը, որ ուզում եմ նշել, դա իսկապես այս վարույթը կարճելու կամ կասեցնելու խնդիրն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե սահմանադրական դատարանում, թե վարչական դատարանում գտնվում են գործեր, որոնք ուղղակի ազդեցություն են ունենալու այս ամբողջ գործընթացի վրա։ Այսպես, եթե սահմանադրական դատարանը, որքան ես լսեցի դեկտեմբերի 16-ին, որևէ կետով ճանաչեց սահմանադրությանը հակասող օրենսդրական փոփոխությունները, ապա այս ամբողջ գործընթացը կարող է դառնալ հակասահմանադրական, երբ այդ հարցը տվեցի, ինձ ասեցին, որ վարույթի ժամանակ աշխատելիս կենտրոնացել են շատ հանգամանքների վրա փաստական, այլ ոչ թե այդ կետի վրա, բայց ես որպես հանձնաժողովի անդամ չեմ կարող հաշվի չառնել այն, որ մեր օրենքը, նկատի ունեմ հանրային ծառայությունների կարգավորում անմասն օրենքը, ասում է 33 հոդվածով եւ 34-ով, որ նման դեպքերում վարույթը պետք է կարճվի կամ կարճվի։ Իսկ այն իմ հարցը, թե ինչ հետևանք է ունենալու հանկարծ ամբողջ գործընթացը հակաօրինական ճանաչելու վերաբերյալ պատասխան չստացա, որովհետև իրականում գործընթացը ունի ֆինանսական լուրջ հետևանքներ, մարդիկ են ազատվում, մարդիկ են ընդունվում, վարկանիշային խնդիրներ կան եւ ասել, որ այդ ամենը մեզ չի հետարկում, կարծում դա ճիշտ չէ։ Նույնը վերաբերում է վարույթի հարուցման միջարկմանը։ Ինչ არის փաստական հանգամանքների մասին։ Թեև ասում են կենտրոնացել եք փաստական հանգամանքների վրա, բայց վարույթը հարուցվել է ենթադրությունների վրա, որոնք նշված է լիազոր մարմնի ներկայացուցիչի կողմից եւ վարույթը իրականում գնահատվել է բոլորին այլ ուղղությամբ, ինչը ընդհանրապես չի համապատասխանում վարույթի անցկացման այն մեթոդաբանությանը, որը առկա է հանձնաժողովում եւ երկրում։ Մենք բազմաթիվ դիմումներ ստանում ենք եւ երբեք միայն դիմումի հիման վրա վարույթ չեն կարող հարուցել, մինչեւ համոզված չենք, որ առկա է խախտում, մինչեւ անպաստման փաստական հիմքերը չկան։ Այս դեպքում մենք գնացել ենք այլ ճանապարհով, ինչպես ես իմ հարցում տվեցի, որովհետև այդ ենթադրությունը ունեի, որ կարծես թե մենք սկզբից հարուցել ենք վարույթ, հետո մտածել ենք այդ վարույթի համար ինչ հիմքեր դնել։ Ցանկացած վարույթի հաջորդ հարցը, ցանկացած վարույթի մեջ շատ կարևոր է կողմերի լսելիության ապահովման խնդիրը։ Ինչպես արդեն ասել էի, առաջի կողմը դա հարուցողն է, երկրորդը պատասխանողն է, կարող են հրավիրել այլ կողմեր, բայց այս դեպքում մենք փաստացի երկրորդ կողմ չունենք, որովհետև կողմը, որի հանդեպ այդ վարույթը հարուցվել է, ըստ էության ինքն էր տեղեկություններ տալիս առաջի կողմին իր վարույթով հարուցված այդ հիմքերը ապահովելու համար, այսինքն չկար վարույթի երկրորդ կողմ եւ այստեղ մենք ունենք լսելիության ապահովման լրջագույն խնդրեմ, որը կարծում եմ նաեւ հետագայում կարող է այս ամբողջ որոշումը վիճարկելու հիմք լինել, որովհետեւ կողմը, որը այստեղ փորձում է ընդդիմանալ այս նախագծին, իրականում երրորդ կողմը եւ փաստացի չուներ գործադիր անհրաժեշտ լծակներ, որպեսզի ճշտումներ կատարեն, ճշգրտումներ կատարեն այն փաստերի վերաբերյալ, որոնք ներկայացված են նախագծի մեջ։
Ես նաև համոզված եմ, որ նախ ասենք, որ ցանկացած խախտում որևէ ձևի մեզ համար ընդունելի չէ եւ խախտումը որևէ ձևի արդարացում չպետք է ունենանք։ Սակայն երբ պատիժը սահմանում, պետք է միշտ նկատի ունենաս այդ խախտման չափը, որովհետեւ ավելի ժողովրդական լեզվով ասած, եթե մենք օրինակ գերազանցում ենք արագությունը, անմիջապես վարորդական իրավունքից չենք զրկվում։ Կապված նայած թե ինչքանով ես դու գերազանցել։ Ես համոզված եմ եւ կյանքը ցույց կտա, եթե դրան հասնի, որ ցանկացած աուդիտորական եզրակացություն, տեխնիկական աուդիտ կլինի թե ֆինանսական, եթե վերցնի այս վարորդի նյութերը ուսումնասիրի, ապա լինի հայկական, լինի Big 4, Big 10, ոչ մեկ չի ասի, որ այստեղ ինչ որ էականության շեմի նույնիսկ մոտ ցուցանիշներ կան, որովհետեւ այս միլիարդավոր գումարների մեջ այդ 4 միլիոն, 5 միլիոն դրամ տարբեր տեղեր, ընդ որում 2-3 տարվա կտրվածքով բացահայտումները, որոնք հանրագումարով կազմելու են, չգիտեմ, կարող 40 միլիոն, 50 միլիոն, ես իմ ամենահորետեսական սցենարով ասեցի, կարող 120-150 միլիոն դրամ էին այդ տարիների կտրվածքով ինքը որևէ էականության շեմ չի գերազանցի եւ վստահ եմ աուդիտորական եզրակացությունը կտա, որ այստեղ այդ վտանգավորությունը շեմ չի գերազանցի։ Փոքր ռեպլիկի կարգով էլի Իսկ լավ օրինակ բերեցիք, դիպ օրինակ բերեցիք, իսկ մինչև երբ կարող եք գերազանցել ձեր մեքենայի վարման արագությունը եւ քանի անգամ։ Թե ամեն անգամ պետք է գերազանցեք, գերազանցեք, ուսեմ շարունակենք ապրել։ Պարոն Մեսրոպյան, ես կավարտեմ խոսքս եւ որևէ հարցի չեմ պատասխանելու, կներեք այդում այլ ձեր հարցը։ Ռեպլիկի Որտեղ ես հիմա կարող եմ լիքը հիմնավորումներ բերել, այդ թվում դրա վերաբերյալ։ Հիմա անդրադառնանք այս ամեն ինչի հետևանքին, լիցենզիայի զրկման որոշմանը, ճիշտ ասած, շատ եմ մտածում լիցենզիայի զրկման իմաստը որն է, որովհետև տեսեք, սովորական տնտեսական գործունեություն իրականացնող ընկերության եւ լիցենզիայի զրկումը, ինքը արդեն գործունեություն իրականացնել չի կարող, որովհետև նման գործունեությունը համարվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն բոլոր հետևանքներով։ Այս պարագայում լիցենզիայի զրկումից հետո ընկերությունը շարունակում է աշխատել։ Շատերը մատնանշում են, որ այնտեղ կա ձևակերպում, համաձայն որի կառավարությունը կարող է առաջարկել սեփականատիրոջը վաճառել ընկերությունը, եթե 3 ամսյա, կարծեմ 2 ամսյա ընթացքում համաձայնեցված կարգով այս գործարքը տեղի չի ունենում, ապա կառավարությունը կարող է ձեռք բերել ընկերությունը սահմանադրության 67 հոդվածի համաձայն։ Իսկապես, այո, ես համոզված եմ, որ առանց լիցենզիայի զրկմաններ սահմանադրության 67 հոդվածը աշխատում է եւ ցանկացած տնտեսվարող կարող է կառավարություն դիմել, առաջարկով գնել, եթե չէ, գնա առաջնորդի սահմանադրությամբ։ Այդ պատճառով ես կարծում եմ հանձնաժողովը պետք է գնար այլ ճանապարհով։ Հանձնաժողովը իսկապես ես ինչ էլ ասեն մեր ընկերները նախկին կառավարիչ հեծի, գործընկերները, ես այնտեղ իսկապես տեսնում եմ բազմաթիվ խնդիրներ, մենք բոլորս ենք այդ խնդիրները տեսնում, այդ խնդիրները տեսնում ենք եւ կարծում եմ անբացхан ձևի, պաշար ձևով վարույթ անցկացման դեպքում պետք է ստուգանել ոչ թե նախկինում այո 10 միլիոն եք ստուգանել, 20 միլիոն, այլ պետք է մի հատ լավ լուրջ բաժական որոշում կիրառել հեծի նկատմամբ, որ նաև սեփականատիրոջ ուշադրություն հրավիրենք բազմաթիվ խնդիրների, որոնք հեծում իսկապես առկա են, եւ նաև մենք որպես վերահսկող մարմին, այո, կարգավորող մարմին ուժեղացնենք մեր գործառույթները։